Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ամեն չորեքշաբթի օր միասին կսերդենք մեր զքանչելի սուրբերեն Սուրբ Գրիգոր Նարեգացիի գրած Մադյան ողբերգության աղոթագիրքը։ Այսօր պիտի սերդենք ու ավարտենք 38-րդ գլխու վերջին հատվածը։ Նախ եկեք սիրելներ ընթերցեմ ցեզի քրափար բնակիրը եւ ապա թարգմանեմ զայն ու բացատրեմ։ Փան լուն ըտ Թամաս իխորոց սրդից խոսքն տաստուծո Թարցիալ վերստին աշխար գրգին եղգելույս քանզիկա հասանե առ հասկ հասագիս անհնարին փարգությամբ մանկաղն առ հունսն թադավորն առ ադյանն հզորն առ փեմն սպառնացյալն առ գորուստն փազուգն առ թադաստանն քավազան խրադուն առ հարվածն սպարազինությունն առ նախանցն հովիվն առ ընդրությունն քանզի փանն զոր խոսեցար ընթիս նա թադի ստադաբարդյալս ի վերջնումն ավուր հադուցմանն այլ գանխյա փարեքուտ նախնձակ հացությամբ առ նվաղ հեծություն վարանական երգյուղիս եւ զորությունն ցերյա ցերամփդ օրտնության ի հետին դակնաբիս առաջինդ կողքնականությամբ մխիտարել բժշկել քավել եւ գենակորցել եւ քեզ փառք համենայնի հավիդյանս հավիդենից ամեն Սիրելի ազգագիցներ եթե գիշեք նախքին մասի մեջ երրորդ մասի մեջ Սուրբ Նարեգացին գսե իմ ավիդավոր խոսքիս որտեվ երկրորդ մասի մեջ հիշած էր այն բոլոր շնորհքները որ Տերը բարգեւեց իրեն եւ նաեւ հետեւաբար մեզի որտեվ Սուրբ Նարեգացիի անցին մեջ սիրելիներ գմարմնավորվի ամբողջ մարդկությունը անոր մեջ ես եւ թունալ կանք հետեւաբար երկրորդ մասի մեջ խոսել է այդ բոլոր բարգեւները շնորհները որ Տերը բարգեւեց գագնգալեինք որ երրորդ մասի մեջ Սուրբ Նարեգացին պիտի ավիդապեր խոսքերը սեր սակայն գսե այդ ավիդապեր խոսքերուն գմիախառնեմ գսե քույժի խոսքեր քույժ վատ լուրի խոսքեր դակնապներ ինչու որովհետև Սուրբ Նարեգացին գմդապերե ինչ Թադաստանի օրը Տեր Հիսուս Քրիստոսի թե ինչպես Տերը պիտի կա թադելու համար աշխարհը եւ այդ ժամանակ է որ Տերը հադուցում պիտի գադարե կամ վարձք պիտի դա արդարներուն կամ խստի պիտի հադուցանե անարդարներուն այդ ժամանակ Աստուծո գշիրկը մեջտեղ պիտի ելե եւ պիտի գշրվին մեր բոլոր կորձերը մտածումները խոսքերը այդ ժամանակ սիրելիներ Աստուծո լույսը ամեն ինչ պիտի կնե ու Երևան պիտի հանե պիտի թիմագար զերձե դերը թիմակները պիտի բադրե ամոթալի բոլոր կորձերը դերը մեջտեղ պիտի հանե խայդարագություններ պիտի լան սիրելներ բոլոր անոնք որոնք անզիղջ անապաշխար հոգիով ապրեցան այս երկրի վրա անոնց բոլոր մեղքերը պիտի հրաբարակվին պիտի հայդարարվին ամբողջ մարդկության թիմաց հրեշտակներուն թիմաց սուրբերուն թիմաց եւ այդ ժամանակ է որ Տերը պիտի հադուցանե կամ վարձադրե մեղավորին շեղվածին հավիտենական բադիժ հավիտենական գորուստ իսկ արդարին ամփիձին հավիտենական թրախտ հավիտենական ցանկ ահա սիրելներ թե ինչու Նարեգացին գսե որ ավետապեր այդ խոսքին գմիախառնե այս քուժը
Հիմա այստեղ նարեկացին սիրելներ գշարունակե նույն հոգիով խոսիլ։ Նախ կթարգմանեմ առաջին քանիմը դողերը։ Գսե. Թարցիալ ու թարցիալ ողբ ինձի գրգնաբադիկ ողորմելիիս, որովհետև սաստիկ փարգությամբ կուկագահասնի հասագիս հասկին մանկաղը հունցկի համար։ Սիրելներ սուտ նարեկացին, ահա ինչպես լսեցիք, նորեն ու նորեն, թարցիալ ու թարցիալ գողպա իր անձին վրա, եւ մենք ալ սիրելներ պետք է ողբանք մեր անձերուն վրա։ Եվ ինչ կգոչե իր անձը նարեկացին։ Այսօր աշխարհը գսորվեցնե, որ ամեն մարդ իր անձը գոչե բարձր, սուրբ, այս կամ այդ, բայց նարեկացին իր անձը կգոչե եղգելի։ Եղգելի կնշանակե թշվառ, ողորմելի։ Եվ իսկապես սիրելներ մեծ սուրբերը իրենք զիրենք այդպիսի բարերով գոչած են։ Եղգելի, թշվառ, ողորմելի, բազմամեղիս, բարդաբան, մեղաբարդ։ Երանի թե այս բարերու զորությունը հասկանայինք սիրելներ եւ մեր անձերուն համար կործած էինք։ Մենք որ դրուբ ենք, ոչինչ ենք, մոխիր ենք, հող ենք, ինչպես թե մարդը գհբարդանա, չէ որ հբարդությունը սատանային գուկա։ Եվ դժբախտաբար սիրելներ մենք ազգովին շատ հբարդացանք։ Եվ այդ հբարդության պատճառով Աստված ուզեց, որ մեր քիթը կեդին քսվի։ Եվ լավ եղավ, որ քսվեցավ, որբեսի քոնի հոգինից չգործվի։ Քոնե խոնարհինք, քոնե սորվինք այս բոլորեն։ Սորվինք մեր սուրբերեն, սորվինք սուրբ նարեկացիեն, որ ինքզինք իր անձը կգոչե եղգելի, թշվառ, ողորմելի։ Ադորամար գսե գրգին ու գրգին ողբ իմ անձիս, վայ իմ անձիս, մոխիր իմ անձիս։ Մանավանդ, երբ սուրբ նարեկացին միտքը գբերե թե սաստիկ փարգություն վրա պիտի հասնի, Քրիստոսի երկրորդ քալուստին թադաստան պիտի հասնի մարդկության վրա։ Սիրելիներ, ահա որ պիտի լայթ թադաստանը, եւ այդ թադաստանի ժամանակ ոչ ոք պիտի կարողանա ինքզինք արդարացնել, ոչ ոք պիտի կարողանա փարմը արդասանել։ Բոլոր լեզուները պիտի բաբանցին։ Այն մարդիկը, որոնք հոխորդան այս կյանքի մեջ, կսեն, որ ես վաղը գանկնիմն է Աստուծո դիմաց, ըսելիքս գիտեմ։ Աստուծո դիմաց որ գանկնենք, մենք որ մոխիր ենք, մենք պիտի բաբանցինք։ Բաբանցումը Զաքարիայի պիտի լանք, ինչպես Զաքարիան բաբանցեցավ։ Ինչ պիտի գրնանք ասել Տիրոջ։ Ինչ ծևով պիտի արդարացնենք մենք մեզ։ Երբ այս կյանքի մեջ այսքան Աստուծո դված արիտները չենք օգտագործած ապաշխարելու համար, զղջալու համար մեր մեղքերը, վայ գարտալու համար մեր անձին, մեղա ասելու Աստուծո, ները մեզի դեր մեղք գործեցինք։ Եվ դեսեք այստեղ նարեկացին գործած է անհնարին փարգություն, անհնարին սիրելներ կնշանակե, որուն թեմը հնարավորություն չկա, կարելի չկա առնել, այսինքն անհաղթելի, անթիմատրելի, անթարմանելի, սաստիկ մեր խոսքով, ծայրահեղ, անվերջ, անչափ, անասելի։ Ահա այս փառով կնկարագրե Տիրոջ փարգությունը, որ պիտի կա աշխարհը թադելու։ Սիրելիներ, արդար թադավորը պիտի հայտնվի։ Առաջին անգամ, երբ Քրիստոս հայտնվեցավ, իր ողորմությունը ցուցաբերեց մարդկության անտեպ, իր սերը ցուցաբերեց, իր ներումը տվավ։ Բայց երկրորդ անգամ, որ վերադառնա դերը, այլևս սիրելներ, քութի ու ներումի ժամանակը պիտի չլա, այլ պիտի լա արդար թադաստանի ժամանակը։ Այդ ժամանակը, այդ օրը մարգարեները, 5 դագարանի մարգարեները գսեն, այդ օրը փոցի օր է,
գրագի օր է, Աստուծո փարգության օրն է, դերը պիտի գողկրդե անօրենները, իրեն թշնամի եղողները, եւ հավիտենապես պիտի բաջե։ Ահա թե ինչու Սուրբ Նարեկացին կսարսափի դեսնելով իր թշվար անձին վիճակը, ուստի վերստին գողպա, նորեն գողպա, երբ գմդապերը ամեն անգամ թե դիրոջ անհնարին կամ սաստիկ փարգությունը վրա պիտի հասնի եւ գսե գսկանչերի խոսքը գսե որ մանկաղի պես հասած է պիտի հասնի գսե իմ հասագիս հասկին մանկաղը սիրելներ այն կորձիկն է երկրակորձական որ հողակորձեր կկորձածեն քաղելու համար մանկաղելու համար հասկերը եւ գիտեք որ երբ որ մանկաղով գհնցեն հասկերը սիրելներ այլևս հասած հասկին հասկը գիտեք ինչ է ծորենի ուրեմն այդ փարակ հասկն է ուրեմն հասած հասկին կամ դհաս հասկին չի նայիր բացարձակ կերպով մանկաղը ամեն ինչը գհնցե ու գքալե ինչ հասագիար որ ըլլան հիմա այստեղ սիրելներ երկու ցևով կարելի հասկանալ Սուրբ Նարեկացի այս տված պատկերավոր խոսքը առաջին որ իր ցանկի վախճանը Նարեկացին գնմանցնե հասկի հասկին հասագին հասկի հասագին եւ իսկ մանկաղը գխորտանշե մահը ինչպես որ սիրելներ մանկաղը ասի հասակներուն չի նայիր ծորենի հասկին այլ ամեն ինչ գպրծնե մանկաղը գքաղը այդպես ալ սիրելներ մահը երբ վրա հասնի այլևս ձեր կամ երդասարդ կամ բադանի կամ մանուկ չի ճանչնար մահը մանկաղի պես է բոլորս գնցե ու գքալե եւ բիդիկա չէ բոլորիս ալ վախճանը բիդիկա ուշ կամ շուտ անորամար սիրելներ քանի դեռ ողջ ենք սիրելի քույրեր եղբայրներ քանի դակավին այս խոսքերը գլսեք Աստուծո դարձեք իսեր Աստուծո գաղաչեմ ինչու հավիտենապես գործվիկ ինչու գործվինք Եվ դերը մեզի դված է այս արիթը, այս կյանքը, այս շունչը դակավին, որ վերջին ռոբեին կոնե այս վարգանը հաշիվնենք, որ վերջին ռոբեն է մեր կյանքի, ասենք մեղա Աստուծո եւ սրտով ասենք խոստովանենք մեր մեղքերը, զղջանք, ապաշխարենք, Աստուծո դառնանք։ Իսկ երկրորդ իմաստը սիրելներ, հունցքը նաև կներկայացվի իբրև աշխարհի վախճանը եւ հնցողները հրեշտակները պիտի ելան մենք ենք հասկերը եւ դերը պիտի գրգեր հրեշտակները եւ հրեշտակները պիտի ծորենը քաղեն զադեն որոմներեն ծորենը ըշտեմարաններու մեջ հավաքեն իսկ որոմը փուշը դադասկը գրագի մեջ այրեն այս մասին Քրիստոս խոսեցավ սիրելներ Մատթեոսի ավիդարանի 10-րդ գլխու մեջ որոմներու արագի մեջ 37-43 համարները գարտացեք նաև սիրելներ հայտնություն Հովանու գրքի մեջ կսվի 20-րդ գլխու 12-ին 15 համարներու մեջ թե ինչպես դերը երկինքեն իր քերանտին պիտի երգարե եւ պիտի հնցե կամ այդ համարներու մեջ սիրել այդ համարներու մեջ գրագի լիջի մասին խոսի թե ինչպես անօրենները գրագի լիջի մեջ նետվին իսկ հայտնություն Հովանու 15-րդ գլխու 14-րդ գլխու 15-րդ եւ 16-րդ համարներու մեջ գսվի թե ժամը պիտի հասնի եւ դերը երկինքեն քերանտի պիտի գրգե եւ պիտի հնցե հիշեցեք նաեւ Սուրբ Հովանես Մկրտիչի խոսքը գարտանք սիրելներ Մատթեոսի ավիդարանի մեջ 3-րդ գլխու 10 եւ 12 համարներու մեջ ըսավ Հովանես Մկրտիչ կամ գսե առ այսօր Գացինը արդեն իսկ պատրաստ է ծառերը իրենց արմատներեն գդրելու
Գացին Աստուծո տադաստանն է։ Մենք ենք ծառերը։ Այն ծառը, որ բարի բդուղ չի դար, ապաշխարության բդուղ չի դար, արակինության բդուղ չի դար, պիտի գդրվի եւ գրագնեդվի։ Հեծանոցը իր ցերքին ամ պիտի մակրե իր գալը։ Հեծանոցը սիրելիներ երաժանին է, որ ծորենը եւ հարթը գպաժներ արմե։ Ծորենը պիտի հավաքե իշտեմարանի մեջ, իսկ հարթը պիտի այրե անշեջ գրակով։ Արտնանք սիրելներ եւ սուբնարեգացի այս խոսքերը մեզի համար թող սաստ ըլան, ըսկաստության հրավեր ըլան, որբեսի մենք Աստուծո դառնանք։ Փոխենք մեր կյանքը սիրելներ, ալ փոխենք։ Ժամանակն է որ փոխվենք։ Ժամանակն է որ մեր բոլոր մոլություններեն, ախդերեն ցերպազադինք։ Ամեն օր մենք մեր անձին վրա աշխատենք, մենք մեզ սրբակրենք։ Ահա մեծ բահոտ շրջանն է, ինքնասրբակրման շրջանն է։ Դու գսեք։ Այսօր հավասիկ միջինք է, գեսն է բակին։ Գեսը հասանք բակին։ Ինչ ընինք։ Այսօր ճշմարտաբար մարդիկ միջինքին ժամանակ ուրախություններ գազմագերբեն, ուրիշներ դակավին բակը գփանան գարձեն, որ միջինքի ժամանակ արդոնելի է, քեֆեր գնեն, հարսնցուներու նվերներ գարդեն, այ չէ միջինքը։ Միջինքը բարձաբես հիշեցումն է, որ բակին գեսը հասանք։ Պետք է շարունակել բակը ավելի բրգելով մեր չիղերը, մեր ամբողջ սկացումները, որբեսի եթե թերի բաներ դակավին թողեցինք մեր յետին, մեր կյանքի մեջ, սրբակրենք զանոնք, շատ ժամանակ չմնաց։ Ահա այս է սիրելներ, միջինքը, որ մենք կարողանանք իսկապես մեր ամբողջ ուժերը դարձյալ հավաքել, ասելու համար, որ մնացյալ օրերը ապաշխարությամբ պիտի անցնեմ։ Հաջորդ դողը թադավորն ար ադյանն, այսինքն թադավորը ադյան գանչելու։ Գաստի ժամանակը, որ թադավորը ադյան պիտի գանչե։ Քրիստոս ինք է թադավորը։ Եվ ինքն է, որ պիտի թադե ողջերն ու մեռածները։ Այս մասին սիրելներ, Տեր Հիսուս Քրիստոս ինքը սավ Հովանու Ավետարանի 5-րդ գլխու մեջ։ Ես կուզեմ ցեզի գարտալ 5-րդ գլխու 23-րդ համարեն մինչև սիրելներ 30-րդ համար։ Հիսուս կսե. Հայրը ովևէ մեկը չի թադեր, այլ թադելու իշխանությունը ամբողջությամբ հանձնած է որդիին, որբեսի բոլորն ալ բադվեն որդին, ինչպես որ հայրը կբադվեն։ Ան որ չի բադվեր որդին, չի բադվեր հայրը, որ զայն ղրգած է։ Լավ գիտեք, ով որ իմ խոսքերս կլսե եւ կհավատա անոր, որ զիս ղրգեց, հավիտենական կյանք ունի եւ պիտի չի թադաբարդվի, որովհետեւ արդեն իսկ մահեն կյանքի անցած է։ Հաստատ գիտեք, որ ժամանակ կուքա եւ արդեն իսկ եկած է, երբ մերելները Աստուծո որդին ցայնը պիտի լսեն եւ լսողները պիտի ապրին, որովհետեւ ինչպես որ հայրը կյանք բարգեւելու զորությունը ունի իր մեջ, այդ զորությունը դված է նաեւ որդիին։ Նույնպես ալ թադելու իշխանությունը դվավ որդիին, որովհետեւ անիկա մարդու որդին է։ Ուրեմն մի զարմանակ որսի, թե ահա գուքա ժամանակը, երբ բոլոր անոնք, որոնք քերեզմաններու մեջ են, պիտի լսեն Աստուծո որդին ցայնը եւ դուրս կան։ Անոնք, որ բարիք կործած են, հարություն պիտի առնեն եւ ապրին, իսկ անոնք, որ չարիք կործած են, հարություն պիտի առնեն եւ թադաբարդվին։ Ես ինձ մեջ չեմ գրնար թադել, այլ գտադեմ այնպես, ինչպես որ հորմես կլսեմ, եւ ուրեմն իմ թադաստանս արդար է, որովհետեւ գործադրեմ ոչ թե իմ գամքս, այլ գամք անոր, որ զիս խրգեց։ Սիրելիներ, Քրիստոս ինք արդար թադավորն է։ Քրիստոս չի նման իր երկրավոր թադավորներուն, որոնք գրնան գաշարվիլ, որոնք գրնան իրենց առած որոշումներու մեջ սխալիլ, սայտակիլ։ Ամեն ինչ կարելի է սпасել երկրավոր թադավորներեն, սակայն ինք արդար թադավորն է եւ այն ինչ որ իր հորմեն գարն է, ան է որ այդ ծևով է որ գտադե։ Հետևաբար իր թադաստանը ճշմարիտ է եւ
Ինչպես լսեցիք, Հիսուս կսե յուրաքանչյուրը պիտի դադվի իր կորձերուն համացայն, իր խոսքերուն համացայն, իր մտածումներուն համացայն, որովհետև սիրելներ մարդիկ հաջող կորձել են առաջ իրենց մտքի մեջ կկորձեն եւ ապա կորձնականի կվերածեն այդ մեղքը։ Անոնց համար պետք է զղջալ։ Եկեք մենք ալ սիրելներ սուրբ ներսես շնորհալի հայրաբեդին բես թիմենք դիրոջ արդար թադավորին ինչպես հավատով խոստովանի մեջ կսե դերը սուրբ ներսես շնորհալին դիրոջ թե արդար թադավոր երբ հորդ փառքով կաս ողջերն ու մերելները թադելու թադաստանի մի մտներ քու ծարայիդ հետ այլ բրգեզիս հավիտենական գրագեն եւ երկնքի արքայությանդ մեջ ինձի լսել դուր արդարներուն ուղված երանավետ գոչը եւ ողորմե քո առածներուդ եւ ինձի բազմամեղիս հաջորդողը սուբնարեգացին գսե ուրեմն ահա շուտով գուկա գահասնի հզորն արփեմն այսինքն հզորը փեմ հրավիրելու համար ով է հզորը Դեր Հիսուս ինքն է հզորը Սուրբ Աստված սուրբ եւ հզոր սուրբ եւ անմահ որ խաչեցար վասն մեր որ հարյարի մերելոց որ թաղեցար վասն մեր ասիրելներ հզորը Դեր Հիսուս Քրիստոս ինքն է եւ հզորը պիտի վերաթարնա ինչ կնշանակե արփեմն փեմ հրավիրելու փեմը սիրելիներ աթորն է փեմը որոդե բարձակույն վայրն է եւ բարձակույն վայրը Քրիստոսի աթորն է իսկ Քրիստոսի աթորը սիրելիներ հասարակ դախտագե կամ հարուստ դախտագե կամ երգաթե կամ քարե աթոր չէ այլ Քրիստոսի աթորը ինչպես կգարտանք օրինակ հայտնություն ովանու գրքի 4-րդ գլխու 7-րդ համարի մեջ քերոփեական աթոր է 4 քերովպե գենթանիներ մեկը արուծի թեմքով մեկը արձիվի թեմքով մեկը եզան թեմքով մեկը մարդու թեմքով անոնք է որ քրգած են դերը իրենց վրա հրեշտակներու 9 թասեր կան այդոնց մե երրորդ թասը գոչվին սիրելներ աթորներ սերոփեներ քերոփեներ աթորներ դերը անոնց վրա բազմած է եւ դերը պիտի քա սիրելիներ երկրորդ անգամ այդ իր հզոր աթորին վրա բազմած եթե մարդ դեսնե Աստուծո զորությունը եթե դեսնե հրեշտակներուն սկանչելի գերբարանքները պիտի թողա մեղավորը պիտի սարսափի իսկ արդարը պիտի ծնծա թեր գսեն մարդիկ որ մենք գիտենք ինչ պիտի խոսենք հիմա խոսեցեք հիմա զղջացեք հիմա զղջալու բահն է որբեսի վերջը վայելեք հավիտենական անանց կյանքը հաջորդողը սպառնացյալն ար գորուստն այսինքն պիտի կա սպառնացողը գործընծնելու համար ով է սպառնացողը դերը ինքն է Դեր Աստված ինքն է սպառնացողը սիրելիներ եթե ոևէ մեկը լսե Աստուծո դված գործընծնելու սպառնալիքը ու չաբաշխարե եւ մինչեւ վերջ համար մնա բնտակլուխ մնա խստասիրտ մնա եւ մնա իր անօրենության մեջ չզղջա սիրելիներ այդպիսին վիճակը գորուստ պիտելա ադորամար գսե սպառնացողը բիդիկա գործընծնելու համար եւ սիրելներ Աստված անշուշտ չուզեր մեր գորուստ Աստված գուզե մեր փրկությունը սակայն Աստված արդար է իր տադաստանի մեջ դերը արդար է հիմա կդառնանք Աստուծո կփրկվենք կընդունենք Հիսուս Քրիստոսը կփրկվենք կմերժենք զինք ինքնալ սիրելներ սպառնացած է սկիզբեն որ պիտի գործընծնե մեզ կամ չընդունողներ անշուշտ Կարդանք ցեզ օրինակ Եսայի մարգարեի առաջին գլխու 18 եւ 19 համարները դեսեք թե խոստում գուտ Աստված թե սպառնալիք խոստումը ուղված է
իրեն դարձողներուն, սպառնալիքը իր խոսքը անարգողներուն։ Գսե դերը. Եթե դուք հոժարիկ ու հնազանդիկ երկրին բարիքը պիտի ուտեք, այսինքն հավիտենական կյանքը պիտի ժառանգեք մեկ խոսքով։ Բայց եթե զիս մերժելով ապստամբիկ, սուրը ցեզ պիտի ուտե։ Այսինքն հավիտենական բադիժ։ Սիրելներ, ամոր ականջ ունի, թող լսե։ Եվ այստեղ դերը հստակ կերպով իր խոսքը գուղե բոլորին։ Դերը գուզե որ ամեն մարդ բրգվի, բայց հարցումը սա է. մեղավոր ինք գուզե բրգվիլ, եթե այո, ապա մեկ ջարգա։ Ոչ թե իր արդար կորձերը բարձաբես, ոչ թե բարեգործություններ կատարել բարձաբես, այլ դիրոջ դառնալը, իր մեղավոր ըլլալը ընդունիլը, Հիսուս Քրիստոսը ընդունիլը, եւ ապա Հիսուսի փառքին համար, ոչ թե իր անձնական փառքին համար, Հիսուսի փառքին համար բարեգործություն կատարելը։ Հաջորդ դողը Փազուգն առ Թադաստանն, այսինքն պիտի հասնի շուտով Փազուգը Թադաստանի համար։ Սիրելներ, ասեմ որ Դեր Հիսուս ինքն է Աստուծո Փազուգը։ Փազուգ կամ աչ նույն իմաստ ունին, բայց անշուշտ աչը ամբողջն է, Փազուգը վերի մասն է։ Օրինակ դամ սիրելներ, Եսայի մարգարեի 50-րդ գլխու առաջին համարի մեջ հետևյալը գահարցվի։ Մարգարեն գսե. ով հավատաց մեր դված լուրին, եւ այդ դված լուրը Քրիստոսի մասին էր, սիրելներ, Մեսիայի կալուստի մասին, եւ դեսեք եմա ինչ կսե. Դիրոջ Փազուգը, որու հայտնվեցավ, ով է դերը Աստված, ով է Փազուգը, Հիսուս Քրիստոս, ուրեմն Դիրոջ Փազուգը, որու հայտնվեցավ, Քրիստոս իմեջ մեր հայտնեցավ, Քրիստոս մեզի հայտնվեցավ։ Կամ աչին վերապերյալ, գարտամ ցեզի 118-րդ Սաղմոսի 15 եւ 16 համարները գսվի, Սաղմոսակիրը գսե. Դիրոջ աչը հաղթանակ տվավ մեզի, Դիրոջ աչը բարձրացավ թշնամիներուն թեմ, Դիրոջ աչը հաղթանակ տվավ մեզի։ Ահա սիրելներ, Դերը Աստված աչ կամ ցախ չունի, ինք հոգի է, բայց Դիրոջ աչը խորհրդանիշ է Քրիստոսի, անորամար Քրիստոս Աստուծո աչ գոմը բազմեցավ գսենք, խորհրդանիշ է, իր հաջողությունն է, իսկ Փազուկ, ինչու այստեղ նարեկացին Փազուկս է, որովհետև Փազուկը սիրելիներ ուրիշ բան չէ, եթե ոչ զորությունը, ուժը, իշխանությունը, մեկ խոսքով Հիսուս ինք ունի ամեն զորություն եւ ամեն իշխանություն ջզմելու մեղավորները եւ օրտնելու արդարները։ Հաջորդ դողը Քավազան խրադուն առ հարվածն, թարգմանությունը, այսինքն շուտով պիտի հասնի խրադի քավազանը ձեձելու համար կամ հարվածելու համար։ Ով է քավազանը? Դարձյալ Հիսուս Քրիստոս, Հեսեի արմադեն ընծուղված քավազանն է անիկա։ Քավազանը ինչ բանի համար կգործածվի? Քավազանը երկու բանի համար կգործածվի։ Կամ խրադելու համար եւ կամ բաճելու, ձեձելու համար։ Մեր ծնողները որքան քավազան գործածած են։ Եվ գիշեմ, երբ փոքրիկ էինք, այո, ձեծ կերածենք, որով համար շնորհակալ եմ ծնողներուն, մեր ծնողներուս, սիրելներ, բայց երբ որ այլևս տաստիարակված էինք ու հանգարց սխալ մնեինք, եթե հայրիկը կամ մայրիկը քավազանը առներ, բեք չունեին այլևս ծեծելու, որովհետև գխրադվեինք անով։ Անիկա մեր աչքին դիմաց խրադի քավազան էր, անշուշտ այդ փոքր ժամանակին չես ընդունիր այդ բոլորը, չես ուզեր հասկանալ, չես հասկանալ, բայց երբ կմեզնաս կտեսնես, որ իսկապես որ խրադի քավազան է, իսկ ան որ չի խրադվիր, քավազանի հարված կուտե։ Սողոմոն իմաստունը գսե, որ ոչ լվիցե փանիվ, ան որ խոսքով չի հասկնար, լվիցե քանիվ, այսինքն քանագով, քավազանով գլսե։ Իսկ Արագած գրքի 10-րդ գլխու 24-րդ համարի մեջ հետևյալը գսե.
Քավազանին խնայողը իր որդին գադե, բայց իր որդին սիրողը գանուխ կխրադե։ Անոր քավազանը կխնայե իր որդին, այսին չի բաժեր զայն, չուղեր զայն, ուրեմն կնշանակե գադե իր որդին։ Բայց ով որ քավազանը սկիզբեն կկործածե, անով սիրելներ գանուխեն խրադած կլա իր որդին, որ ուղիղ ջամփու մեջ ապրի։ Տեսեք այսօր այս քավազանի հասկացողություն ես չեմ ուզեր ասել սիրելներ, որ պետք է հայրերը մայրերը ձեձեն իրենց զավակները։ Ոչ, այդ քավազանը սիրելներ բադիժի խորհրդանիշ է։ Բադիժը գիրարգվի, բադիժ գիրարգվի երեխաներուն։ Ինչպես եւ որ մեծեր անօրենություն կործեն, գարավարական բադիժ գիրարգվի, ոստիկանները բադիժ գիրարգեն անոնց դեմ։ Այդպես էլ մանուկները պետք է բաժվին նաեւ, երբ անօրենությունը գնեն եւ ոչ թե ցկվին։ Այդ բադիժը գնալալ սիրելներ խոսքով, այդ բադիժը գնալալ զրգելով, այդ բադիժը գնալալ բադին դակ կանգնելով, ժամանակ մը խաղեն թատրեցվելով եւ այլն։ Կտողնեմ ծնողներու։ Սակայն բադիժը պետք է լա, որբեսի խրադվի։ Տեսեք աշխարհ այսօր թշպախտապար սիրելներ սանցարցակ դարձել է։ Մարդկությունը սանցարցակ դարձել է, որտեղ բադիժի հասկացողությունը փոքր դարիքեն չդրված անոնց։ Եվ իշենք Քրիստոսին թե քավազանն է եւ թե մանավանդ Հիսուս երգաթե քավազանով բիդի հովվե բոլոր ազգերը։ Հայտնությունով անու 13-րդ գլխու 5-րդ համարի մեջ այս մասին գսվի, նույնը 19-րդ գլխու 15-րդ համարի մեջ, որ թագավորներու թագավորը, դերերու դերը երգաթե քավազանով բիդի հովվե բոլոր ազգերը եւ իր զորությամբ բիդի գող կրդե հնցանի մեջ անօրենները։ Արդ Թադաստանի ժամանակ սիրելներ դերը պիտի հայտնվի իր քավազանով, այսինքն իր իշխանությամբ, իր զորությամբ, ամբողջական զորությամբ եւ անոնք որոնք այս կյանքի մեջ ուղված են Տիրոջ խոսքերով պիտի վարձատրվին, իսկ անոնք որոնք համար մնացած են եւ չեն ուղված անոնք թշպախտապար պիտի բաճվին։ Հաջորդ օրը սպարազինությունն առ նախանցն, այսինքն շուտով ահագուկա սպարազինվածը նախանց կնշանակե նախանցախնդրություն, հետևաբար սպարազինվածը գուկա նախանցախնդրությամբ։ Ով է սպարազինվածը։ Դարձյալ դերը ինքն է սիրելներ սպարազինվածը։ Օրինակ կգարտանք Սաղմոսի մեջ 45-րդ Սաղմոսի 3 եւ 4 համարներու մեջ բատկերավոր ցևով գորախի որդիները գկրեն գաբեսուրը մեջքիդ ով թուն հզոր նշանակը կու մեծ պարկիտ ու վայելչությանդ կխոսի մեսիայի մասին, թագավորի մասին լարե հաջողության աղեղը հեծիր գարկդ պաշտպանելու համար ճշմարտությունը, հեզությունն ու արտարությունը եւ թող աչդ սկանչելի հաղթանակներ ապահովե։ Դեր Հիսուս, ինչպես Հայր Աստված ինք իր անունի փառքին նախանցախնդիր է եւ հետեւաբար սիրելներ դերը վրեժ պիտի առնե բոլոր անոնց մե որոնք իր անունը գամպատվեն քեդին գսարդեն եւ մանավանդ այն քրիստոնյաներեն որոնք Քրիստոսի անունը կգրեն սակայն Քրիստոսի անունը անարքանքի արարգա կդարձնեն ուրիշներու դիմաց։ Հաջորդ դողը հովիվն առ ընդրությունն, այսինքն շուտով գասնի հովիվը ընդրության համար։ Ով է հովիվը։ Հիսուս ինքը սավ սիրելներ Հովանու ավետարանի 10-րդ գլխու մեջ, թե 11-րդ եւ թե 14-րդ համարներու մեջ, որ ես եմ ճշմարիտ հովիվը, ես եմ իրավ հովիվը։ Պետրոս Արաքյալ Առաջին Պետրոսի նամակի 5-րդ գլխու 4-րդ համարի մեջ Հիսուսը գոչե Հովվաբեդ։ Եվ Մատթեոս ավետարանիչ 25-րդ գլխու մեջ 22-րդ համարեն 21-րդ համարենը սկսյալ գբատմես սիրելներ թե ինչպես երբ Հովվաբեդը կա պիտի ընդրե իր ոչխարները, այսինքն պիտի զադե իր ոչխարները, որոնց մե այծերեն ոչխարները գխորտանշեն արթարները
Աստուծո հետևողները, իսկ այդ ձերը խորտանշեն մեղավորները, անօրենները, որովհետև այդ ձերը գիտեք սիրելներ, միշտ ծառերուն վրա գելեն, ամեն դեր գերտան, բայց ոչխարները իրենց հովիվին գեդևին։ Սիրելի քույրեր եղբայրներ, այս ցանկը մեզի դրված բարգևն է Աստծո կողմէ, եկեք օգտագործենք այս ժամանակը, որբեսի մեղքերը զերծ մնանք, հերու մնանք։ Եվ այս բոլորը սելևերջ նարեգացին գսե, քանզի թարգմանությունը ասեմ, որովհետև խոսքը, որ ինձի խոսեցար, ան պիտի թադաբարդվածս հադուցման վերջին օրը։ Երկրի վրա սիրելներ, եթե հանցավորը, եթե մեղավորը, թադավորիմը խոսքերը չկործատրե, անոր իրեն հանդեպ ցուցաբերած ներողամտությունը արհամարե։ Ինչ կլա թադավորին գեցվածքը։ Խիստ բարգությամբ կլեցվի թադավորը եւ խստիվ գբաջե այդպիսին։ Վստահ եմ, որ դիտած եք թադավարություններ, երբ մեղավորիմը թադավորը իր բադիժը սահմանած է եւ ավարտած է թադավորը հազի ոտքի գել է եւ հանգարց մեղավորը օրինակ խոսքը գսե արդար չեր այս թադաստանը, թադավորը գվերադառնա գսե ինչը սիր եւ չի թողեր որ երկրորդ անգամ գրտնե գսե օրինակ եթե 5000 դրամ դուքանք տված էր գսե 20000 է քու դուքանքդ եթե 3 տարի փանդարգություն տված է գսե 5 տարի փանդարգություն եթե ուրիշ բառ մնալսե անց այդ թիմացինը թադավորը ավելի բադիժի գխստացնե սիրելի քույրեր եղբայրներ եթե երկրավոր թադավորիմը խոսքը անդեսվի անարգվի թադավորը երկրավոր թադավորը գրնա այսպիսի խիստ վրեժխնդրությամբ վրեժխնդիրը լալ անօրենեն հաբա դեր Հիսուս Քրիստոս որ ինք արդար թադավորն է եւ իր ամեն արցակած վճիր արդար վճիր է ճշմարիտ վճիր է հետեւաբար այստեղ սիրելներ Սուրբ Նարեգացին գսե դեր գսե խոսքը որ ինձի խոսեցար ամբիդի թադաբարդվածս հադուցման վերջին օրը սիրելներ վերջին օրը Թադաստանի օրն է հադուցման վերջին օրը Թադաստանի օրն է եւ վերջին օրը Աստուծո խոսքը մեզ պիտի թադաբարդե հիշեցեք մեր նախածլողներուն ինչ պատահեցավ Ադամի եւ Եվայի Աստվածանոնց ասած էր որ այս բարդեզի բոլոր ծառերեն գերեք բացի բարդեզի մեջտեղը գտնվող բարի ու չարի գիտության ծառեն մի ուդեք եթե անգե ուդեք անշուշտ պիտի մեռնիք ինչերին սատանային ցայնը լսելով խապեցան այո բայց Ադամն ու Եվան բադվիրանազանց գտնվեցան Աստուծո բադվերը զանց ըրին անարգեցին եւ Աստուծո բադվերը անարգել կնշանակի ընդդիմանալ Աստուծո խոսքին եւ այդ բաժարով սիրելներ դեսեք մի դեսեք որ բզդիկ բան մներ բայց բադիժն այցեք Տրախտեն դուրս արդակսվեցան եւ մահացան մահը մտավ իրենց բաժարով աշխարհ հետեւաբար նույն ցևով Քրիստոս գսես այստեղ եւ որ Սումնարեգացին գսե Քրիստոսի որ քու խոսքդ բիդի թադեզիս թադաբարդիալս Թադաստանի օրը Հիսուս ինքը սիրելներ Հովանու ավիդարանին մեջ ինքը սավ բոլոր ժողովրդին գգարտամ ցեզի 13-րդ գլխու Հովանու ավիդարանի 48-ն 50 համարները դեր Հիսուսը սավ սակայն գա մեկը որ պիտի թադաբարդե զիս անարգողը եւ խոսքերս չընդունողը գա մեկը ով է այդ մեկը գսե Հիսուս Աստուծո խոսքը որ ես ցեզի խոսեցա անիգա զայն պիտի թադաբարդե վերջին օրը որովհետեւ ես ինձ մեջ խոսեցա այլ զիս գրգող հայրը ինձի բադվիրեց ինչ որ պիտի ասեմ եւ խոսիմ եւ գիտեմ որ այդ բադվերը հավենական կյանք կուտա հետեւաբար ինչ որ խոսիմ հորս ըսածն է որ գխոսիմ
Սիրելի քույրեր եղբայրներ, այն որ Քրիստոսի խոսքը գադարե, հավիտենական կյանք ունի։ Այն որ Քրիստոսի խոսքը անդես է, անարգ է, մերժե, հավիտենապես պիտի բաճվի ու գործվի։ Եվ սիրելներ, այս գլխու վերջին քանի մտողերը գտարկմանեմ ու գավարտեմ։ Գսե սուրբ նարեկացին, այս բոլորը ասել է ետք, այլ թուն Քրիստոսի գսե, գանխե ով բարեկուտ, եւ գանուխեն ինձի ընձայի քու քաղցրությունդ, որբեսի նվազի վարանական երգյուղիս հեծությունը, եւ վերջին դակնաբիս պահուն քու օրտնյալ ցերկովդ զորություն ընծեր ինձի, եւ նախքին օգնությանդ մխիտարե բժշկե կավե ու գենակորձեզիս, եւ քեզի փառք ամեն ինչի մեջ, հավիդյանս հավիդենից ամեն։ Ուրեմն սուրբ նարեկացին սիրելներ, այդ բոլոր հիշածները իր միտքը ունենալով եւ սաստիկ դակնապ ապրելով, որ չլա թե հանգարց Քրիստոսի երկրորդ քալուստին իր մեղքերը բացահայտվին, գշրվի ինք եւ տշպախտապար գարչ գտնվի, այսինքն իր կորձերը արդար չգտնվին, հանգարց չլա որ այդ ժամանակ Քրիստոսի խիստ փարգության, անջարելի փարգության հանդիպի եւ զրկվի հավիտենական կյանքեն, ադորամարի մաս սիրելներ Քրիստոսի կտության գտիմե եւ կթած Քրիստոսի թիմելով գսե գանխե կնշանակե շուտ հասիր, աջաբարե, առաջ կար, ով բարեկուտ, դերը բարեկուտ է սիրելիներ, բարեկուտ է բոլոր անոնց նկատմամբ, որոնք իրեն գտիմեն աղաչանքով, խնդրանքով եւ իրենց մեղքերու համար թողություն կխնդրեն։ Բարեկուտ է հիմա դերը իր երկրորդ կալուստին, որպես թադավոր պիտի ներգանա, փարգությամբ պիտի դառնա մեղավորներուն հանդեպ։ Սակայն քանի որ բարեկուտ է դերը, նարեկացին գսե գանխե դեր, աջաբարե, եգուր եւ գսե գանուխեն ինձի ընձայե քու քաղցրությունդ, սկիզբեն ինձի քու քաղցրությունդ ընձայե, չլա որ անգարց փարգության հանդիպիմ, այլ գանուխեն ինձի, գանուխեն կնշանակե սիրելներ նախքան մահանալս, Որտե մահանալի վերջ այլևս ուշ պիտի լա, սիրելի եղբայրներ եւ քույրեր, ուշ պիտի լա, ադորամար գանուխեն, հիմա նախքան մահանալնիս, ով բարեկուտ, քու քաղցրությանդ զորությունը դուր ինձի, գանուխեն, որբեսի նվազի, ինչը, վարանական երգյուղիս հեծությունը, վարանիլ կնշանակե շփոթիլ, եւ երգյուղ կնշանակե վախ, որբեսի գսե, հիմա որ ես շվարած եմ, վարանած եմ, ահապեկված եմ, եւ նվաղացայն կհեծեծեմ, գուլամ, գողպամ, նվազին այդ բոլորը, ուստի ինչ կխնդրե, նարեկացին, կխնդրե Հիսուսեն, որ գանխե այդ բոլորը, շուտով իրեն հասնի, եւ նայեցեք կսե, եւ վերջին դակնաբիս պահուն, ագյանքիս վերջն եմ, այս վերջին դակնաբիս պահուն, ինչր է, օրտնյալ ցերկդ երգար է, ինչպես որ դերը Պետրոսին երգարեց իր ցերկը, Պետրոսի վերջին վարգանին, որ Պետրոսը գնգղմեր, ճուրի մեջ մի խեղդվեր, երբ բորած Քրիստոսին, օգնե ինձի դեր, Հիսուս իր ցերկը երգարեց եւ զինք դուրս բերավ ճուրեն, ահա սիրելիներ, Սուրբ նարեկացին գսե, եւ մենք ալ նարեկացին բերնով դիրոջ պիտեսենք, որ դեր այս տակնաբալի բահուս, օրտնյալ ցերկդ երգար է, եւ գսե օրտնյալ ցերկովդ զորություն ընծեր է ինձի, զորություն դուր ինձի, եւ նախքին օգնությանդ, այն օգնությանդ, որ իմ ամբողջ կյանքիս մեջ օգնեցիր ինձի, նույն այդ օգնությանդ ինչեր է, մխիթարեզիս, մխիթարե կնշանակե հանգստացուր զիս, երկրորդ, բժշկե ինչը, հոգիս վերքերը,
Երորդ քավե, քավե ինչս անօրենություններս քավել կնշանակե ներե անօրենություններս եւ չորրորդ գենակորձեզիս գենակորձել կնշանակե վերստին գենտանացնել վերագենտանացնել մեղքը մարդս կմահացնե Սուբ նարեգացին սիրելներ գխնդրե որ դերը մխիտարեզինք որ դերը բժշկեզինք որ դերը քավե իր մեղքերը որ դերը վերագայնտանացնեզինք եւ այս բոլորը դերը պատրաստ է նելու իսկ այս բոլորը անել է յետք ինչ կմնա մեզի կմնա սիրելներ ինչպես Սուբ նարեգացին գավարդե փառք դալ փառք ես Աստված փառք ես հաղաքս ամենայնի դեր փառք ես ասել այսինքն փառք եզի ով ամենագալ դեր փառք եզի ամեն ինչի համար փառք եզի եւ միշտ փառք պետք է տանք Տիրոջ ամեն ժամանակ եւ ամեն բանի մեջ փառք Տիրոջ ասեք սիրելներ փառք Տիրոջ հավիդյանս հավիդենից ամեն իսկապես ամեն փառք վայել է մեր Տիրոջ հավիդյանները մինչև հավիդյան այս կյանքի մեջ են ըսկսինք փառավորել իր սուրբ անունը եւ հավիդյաններու մեջ սիրելներ Տիրոջ դարձյալ փառք մի երկենք իր ռեշտակներուն եւ բոլոր սուրբերուն եւ բոլոր արդարներուն հետ այս հոգիով եկեք սիրելներ Սուրբ նարեգացին ընթերցենք ոչ թե որպես քիրք ոչ թե որպեսի աղոթքի ժամը լեցնենք այլ որպես անձնական քիրք կարծեք թե մենք է որ գկրենք մեր հոգին ենք խոսի հետևաբար մեր հոգի ջիջը արྩագենք Տիրոջ եւ մեր սրտի խորերեն Տիրոջ հետ խոսենք Աստված ցեզ արադավես տողորտնե բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին